Ես կարծում եմ ուղղակի սրանով մեր ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները անուղղակիորեն ստանձնում են Ալիևի խոսնակների դերը, իսկ Ալիևը խոսնակների կարիք չունի։ Եթե այսպես շարունակվի, Ալիևը նույնիսկ լոբիստական կազմակերպությունների կարիք չունենա։ Այն ինչ պիտի անեն Ալիևի եւ ադրբեջանական լոբիստական կազմակերպությունները, մեծ սիրով եւ անվճար անում են Հայաստանի Հանրապետության ընդդիմադիր ներկայացուցիչները։ Լավ բավարար չէ։ Իդեպ Տիկին Ստեփանյան, դա էլ նկատած կլինեք, որ արևմտյան Ադրբեջան թեզը այստեղ ավելի շատ է շահարկվում, քան էլի Ադրբեջանում, եւ այդ անձերի քանակը այստեղ ավելի լրատվականները ավելի այսպես ճոխ են ներկայացնում, այսինքն եթե այնտեղ նշվում է 100,000 մարդու մասին, այստեղ 200, 300, այսինքն պարբերաբար գրում են, որ հիմա 300,000 հայ վերադառնալու են Հայաստան։ Սա ինչ որ ճնշելու մեխանիզմ է, թե Ադրբեջանում են հասկացել մեր վախերը եւ փորձում են մեր դեմ օգտագործել եւ եթե այդպես է, ապա մեր ընդդիմությունը ինչու է փորձում մեր վախերը մեր դեմ։ Շատ հստակ ձևակերպեցիք, այո, Ադրբեջանում հստակորեն հասկացել են Հայաստանի Հանրապետության հասարակության որոշ սեգմենտի վախերը եւ դա հրաշալիորեն օգտագործում են Հայաստանի Հանրապետության դեմ։ Բայց ցավալին էս չի, որով Ադրբեջանում են այսպիսի վարքագիծ դրսևորում։ Ցավալին այն է, որ Հայաստանի Հանրապետությունում գտնվում են մարդիկ, ովքեր հավակնում են իշխանության գալուն, ովքեր հավակնում են ընդդիմադիրների, ընդդիմադիր քաղաքական ուժերի միակ լիդերը, միակ թեկնածուն դառնալ։ Ես խնդիրը այստեղ եմ տեսնում, որ շահարկում են, կարծես շարունակում են այս խնդիրը։